Սիրելի հետևորդներ ջան, ջերմ բարևներ, աշխատանքից վերադարձել եմ ու խոհանոցում եմ, երեխաների սիրած ուտելիքներն եմ պատրաստում, ջրալի ճաշ մակարոնով և պերաշկի են ուզել, կարկանդակ հայերեն, հիմա դրանք կպատրաստեմ, կարտոֆիլը արդեն կարկանդակի եռում է և ճաշի միսը, հիմա արագ խմորը պատրաստեմ, այսօր ճիշտ է եղանակը շատ տաք, արևոտ լավ եղանակ է, բայց այսօր որոշել եմ մնամ տանը, հողամասում անելիք չունեմ, բանջար չեմ ուզում հավաքել, այսօր մնամ տանը երեխաներիս հետ։ Այստեղ մսի փրփուրը հավաքեմ, ճաշի միսը առանձին եմ էփում, հավի միսը, ազդրամիս, աղջիկների սիրած ճաշն է, մակարոնով ջրալի ճաշ, թող սա եռա, կարտոֆիլը այնպես արագ եմ արել, մի քիչ կամացանեմ ու խմորը, մի քիչ պերաշկու խմորը մի քիչ շատ անեմ, թող շատ լինի, սա եռացրած ջուրա, տաքը, մի քիչ սառը ջուր ավելացնեմ։ Մեկ բաժակ գոլ ջուր, սիրելի հետևորդներս, մեկ գթալ խմորիչ, իմ բաղադրատոմսն է, արդեն դուք էլ եք հանգիրարել, բուսայուղ, մի փոքր շաքարավազ, աղը, մի գթալ էլ աղ, մի քիչ ավել, որովհետև ջուրը մի քիչ շատ էր։ Նույն պիցայի խմորն է, բայց ու ալյուրը լցրեցի, առաջինը խմորն անեմ, թող հասունանամ, հետո ճաշը հեսա կպատրաստեմ։ Ահա, արագ եղավ, փակեմ, ձեռքերս լվանամ նոր։ Ինգե փակվի էլի, ալյուրը հարկավոր չի։ Մսին աղ, մի գթալ աղ լցնեմ, միշտ մսի ջրի մեջ աղ լցնում եմ, որ հավեսին քաշի իրա մեջ, հեսա մի հատ եռած ու անջատում եմ, կիսայεπլինի կեսնա ճաշի մեջ արդեն կեպվի, սարքում եմ պերաշկի, ջրալի ճաշ, որ պատվիրել եք դու քուրըտների, Սիրելի հետևորդներ, ուրեմ մեծ սոխ եմ վերցրել, ենքան մեծ են է սոխերը, սա պերաշկու միջուկի համար, ես մի կտորն էլ սոխարած պատրաստեմ, ճաշի համար, Լիլիթը ուր ամերի, չի ուզում գնա, հա ձետ բերի, խանութից, Սա այսպես, այսի սենց, մի ձեռով 10 ձմերուկ ենք պահում, չէ? Վայ ձմերուկ է անում, տվի մերին ձմերուկ ա ուզում, կրակն ընգամ,
Հիմա առաջվան է չի, ձմեռով էլ ձմերուկ կա, ամառով էլ ձուն կա, չէ, ձմեռով ելակ կա, ձմերուկ կա, ձմռանը ելակ կա, ամռանն է ձյուն կա, այո, ամռանն էլ ձյուն կա, մերի, դարը փոխվել է, մի հատ հիմա, ես ինչ լավ վարունգի հոտ կցիր ստե, հավեսին է կա, բայց ամենալավը իմ հողամասի վարունգներն են, համով, հոտը աշխարհ է վերցում։ Դուք ես մակարոնով ճաշի համար խելքները տեթում է։ Շատ եք, չէ, փլավ, վերմիշել, մակարոն, սիրում։ Սա այսպես, ուրեմն ես միսը վերցրիմ դրի մեզ կոմ, մեզ պետք չի։ Վախ մատերս վառեց, կարտոֆիլը այստեղ, թողեֆի, ճաշ, սոխարացնել այստեղ։ Ամեն ինչը իրենց տեղերը, ոյ դու ինչ ես միացել, ութափոխիչը, ամեն ինչը իրենց տեղերը։ Սոխնա կտրատեմ, մեկա հեսա պերաշկու միչուկի համար կտրելու եմ, որ սոխարացանը, քանի պարապեմ ձեռքի հետ կտրեմ, հետո ժամանակ չի լինի։ Ինչ համեղություններ, տոմատն է, դե, տեսնում եք, չէ, ես ողջ տարին տոմատ չեմ մոռնում, ինչ է պինգո, իմ պատրաստած, մշակած լոլիկի տոմատները, ես էլ սեպոյա, բացենք, որ հեսա շուտով սեպոն կլինի, կգնանք տեղը, մի քիչ այսպես պահածով ճաշ ունեմ, դրանից եմ լցնում և մի գթալ էլ տոմատ, ահա, մի գթալ ասի երկուսը լցրի և էլ ինչ ջրալի ճաշեր առանց աղացած կարմիր պղպեղի, ոտել տենց լցրեցի մի փոքր, թող սա կամաչիերա, ես կարտոֆիլը մաքրեմ, կարտոֆիլն եմ լցնում, հետո մի փոքր ջուր եմ լցնում, տաք ջուր, թոսա մի հատ եռա, մի փոքր նոր, արդեն մակարոնը կլցնեմ։ Այստեղ մի աստուգ եմ կարտոֆիլը էփելա, թե ոչ, տակնու վրա արեմ, եսի էփելա, եսի կցեմ ստե, թողելի լավ էպվի, որ հումա լինում, այն համը չի ունենում, ուժեղացնեմ լավ եռամ, անցա որոշ ժամանակ, կարտոֆիլը եփած է, սա անջատեցի և սիրելի հետևորդներս այս ճաշն էլ է եռում, մի քիչ եռած, կարոնը ավելի արագ է էփվում, կարտոֆիլը որոշեցի մի փոքր առանձին տենց էփել, մի փոքր շատ եռացնել ու եռացրած ջուր, ես կլցնեմ երկու թեյ գթալ աղ, այսպես, այսքան էլ մակարոն, գիտեք, որ էփում է մեծանում է, մի քանի անգամ շատանում է, քանը բավական է, որ իրա հյութն էլ ջրալի լինի,
Մի փոքր չորացրած ցիտրոն եմ լցնում, վերջում թարմը կանաչի երկը կտրատեմ։ Այստեղ ես կարտոֆիլները մաքրեցի եւ հիմա կճզմեմ։ Տեսնում եք, չէ, դեռ տաք է։ Կիսասառել մաքրեցի, չեմ համբերում։ Ուզում եմ արագ վերջացնեմ գործերս։ Հոգինը եղավ։ Լայն մեծ ամանի մեջ արեցի, որ աղը հավասար այսպես լցնեմ։ Հիմա էլ կարտոֆիլի սոխառածն եմ պատրաստում։ Սա բուսայուղով եմ անում, յուղով չեմ անում։ Բուսայուղ։ Սոխը մարման, թող տապակվի։ Փոքր աղ սոխառածին պարտադիր։ Կարմիր պղպեղ եմ լցնում։ Մի փոքր, բայց հեսա կարտոֆիլը որ լցնեմ էլի կլցնեմ, մի քիչ սոխրի հետ եմ լցնում։ Ու կարտոֆիլը։ Ամեն անգամ պերաշկի սարքելուց կարտոֆիլը շատ եմ անում, ասում եմ կուտենք։ Չնայած կարելի է վաղը ընդմիջման տանել, շատ համով է լինում։ Հավեսին այս տարբերակով, այս գթալներով է չի լինում խառնել։ Կրակը անջատում եմ արդեն։ Մի հատ ասա այս փայտից գթալը գցի ընկում, սովորական գթալով խառնի էլի։ Նորից կարմիր պղպեղ ու գիտեք, ցիտրոնը եւ ռեհանը։ Ռեհանը համեմատաբար քիչ եմ լցնում, մարզան ավելի շատ։ Թարմը կանաչիներ չեմ լցնում։ Հիմա ես գթալով լավ այսպես կտրորեմ, որ համերը տարածվեն։ Չեմ քերի տապակը, զգույշ կանեմ։ Բայց ինձ պետք է, որ այսպես լավ տրորեմ։ Ահա։ Հիմա ճաշը։ Օ, եփել եմ։ Մերի, չեք գալի։ Եկեք, նկարվեք։ Տեսեք, ձեր մաման ինչ արեց։ Էլի լավ չի։ Համով ճաշեր, պերաշկու միջուկ։ Կանաչի էլ փրտեմ։ Վերջում էլ մաղադանոց սամիթ եմ կտրատում, չնայած, որ ինչ էի լցրել մերի մեջը, մարզա, թոբա թե մերին գիտի մարզան ինչա, հա, ցիտրոն, իմացար եմ, որ ասում եմ մերի եթում եմ սարը մարզայի այդ դրանից, ես էլ այսպես, համեղ ճաշը պատրաստ է։ Սիրելի հետևորդներս, ջրալի ճաշը պատրաստ է։ Տեսեք ինչ հավեսին եղավ, այսքան համեղ է լինելու։ Կարևորը, որ աղջիկները շատ են սիրում,
այսօր չեն ասի ինչ ենք ուտելու։ Հիմա իրանք միշտ էլ սիրում են իմ պատրաստած կերակուրները ուտեն, ճաշը։ Հիմա կարող եք ասել, բա ինչու մերին տաններ ճաշը չի եփել, որովհետև քնել ինքն էլ է եկել արձակուրդ հանգստանալու, ուզում է իր մամայի էփած ճաշը ուտել։ Եվ ես էլ մեծ հաճույքով պատրաստում եմ, չեմ զլանում։ Անջատեցի, մի քանի րոպե թող մնա, համերը միախառնվեն, տեղը տեղին, ջրալի մակարոնով սուպը։ Եվ իհարկե մի հատ իրար հետ ստուգում ենք խմորը։ Տեսեք, չէ՞, ինչ լավ է եղել խմորը։ Երբ չեմ տալի, որ մի անգամ հունցել եմ։ Հեսա, որ արդեն Լիլիթին ուղարկել եմ, Լիլիթը իջավ մեր մոտի խանութը, բուսայուղ բերի ու սկսեմ։ Բերեցիր, ընդմիշտ բուսայուղ եւ կոլա, ընդմիշտ կոկա-կոլա։ Դու ընդմիշտ, որովհետեւ հա խմում են, կամպոտները թողած կոլա են խմում։ Էս էլ ստեղից վերցնենք, որ մեզ չխանգարի։ Բա, սիրելի հետևորդներ ջան, արդեն նախապատրաստում եմ, որ պերաշկին թխեմ։ Ձեթով եմ աշխատում, նախապես ձեթ այստեղ, ամանի մեջ բուսայուղ, իհարկե սա քիչ է, էլի ենք լցնելու, որովհետև Լիլիթը գնաց է բերել է։ Մինչև էսի գա, բացի մերի էդ մեկը։ Էդի բացի, էսի որովհետև քիչ է։ Էդի տենց փակում ես այստեղ, դրանք այստեղ, խմորը, տեսնենք խմորը, մի անգամ էլ ունցեցի, տեսեք ինչ ընտիր խմոր ա եղել, խմորը դնում ենք այստեղ, բա, անցած օրը սիրելի հետևորդներ, մերին էլ էր պիցա սարքել իմ բաղադրատոմսով, զանգի ասում եմ, մամա ոնց անեմ խմորը, ինչ ռեցեպ ասի մտի իմ վլոգը նայի, լայքի ուտես, ու ընտիր պիցա էին պատրաստել, հա, մտել ես վլոգս ես նայե, առաջինը սա, բուսայուղը մերին է պրակտիկա է եկել, մինչև բուսայուղը կտականա, այստեղ պետք է պարտադիր մենք բուսայուղ անենք, ալյուրով չենք աշխատում, ահա, մի լավ բուսայուղ և մի փոքր խմոր, ինչ է խմորը, մեծ վերցրեցի իհարկե, բարաքյաթով, բացում ենք, բայց շուտ արեցի, չէ, արդեն բուսայուղը սիրելի հետևորդներ, ոնց որ թե տաքացավ, սա առաջինն է, կպչուն հավեսին խմոր, ու ես իմ գործին, կողքերից բացենք, խմորը կողքերից բացենք, որ մեջտեղը բան չլինի։ Անպայման ձեռքերը բուսայուղ ենք անում։ Դե արդեն առաջինները դժվար է։
Սպասում ենք Մերի։ Լուր հետևում եք։ Լուր հետևորդներից եք դուք։ Դորելնի, տարվաններից կա, գնա բեր, նորից հիշանք, նոր տարվա անձեռոցիկները, լավ այդ նոր տարին է եկավ։ Լավ էլի։ Ինչը, որ նոր տարի կար, բա, նոր, չէ սա, մի հատ օծիկը բավական է, օծի տարի է, այս տարի, այս առաջինները մի քիչ դժվար են ալում, կգցեմ, կգցեմ, ոչ չի, տակ հա, հա Մերի, գամ ձեր այրոպորտում, այրոպորտի գներ, այրոպորտում աշխատեմ, այրոպորտի գներով, ով, աշխատում եմ է, տուն ամեն օր է աշխատում է, Սիրելի հետևորդներ, համեղ պերաշկիները վերջանում են, մի կողմից թխում են, մի կողմից տակ-տակ ուտում են, շատ հավեսին համով փխրուն պերաշկիներ, ահա, վերջին երկու հատն են, ինչպես միշտ ավելացավ միջուկը, շատ լավ ընտիր պերաշկիներ, ահա և վերջ, ահա սիրելի հետևորդները, սա էլ համեղ պերաշկիները, շատ արագ պատրաստվում են, ինչպես նաև շատ էլ համով են լինում, դուք էլ փորձեք, պատրաստեք և գոհացրեք ձեր ընտանիքի անդամներին, մանավանդ երեխաներին, երեխաներն են չէ շատ սիրում պերաշկի, պոնչիկ, այսքանը առողջ եղեք, լավ եղեք, սիրելի հետևորդներ ջան, կհանդիպենք հետաքրքիր ու համով վլոգներով,